Ջերմերանդ ձեռքսեղմումներ թելադրված խաղաղության կեղծ օրակարգով ինչպես կգա խաղաղությունը, եթե հայ գերիները դատապարտված են 20 տարվա կամ ՑՄՀ ազատազրկման, Փաշազադեն էլ Զանգեզուրի եւ Արևմտյան Ադրբեջանի հողերի վերադարձն է պնդում։ Մոսկվան պատրաստ է բանակցել Երևանի հետ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ երկաթգծերի վերականգնման շուրջ։ Վերելք-հայ-իրանական հարաբերություններում Իրանի դեսպանը չի բացառում Հայաստան-Իրան լայնամասշտաբ զորավարժությունների անցկացման հնարավորությունը։ Խաղաղություն կլինի ռուս-ուկրաինական ճակատում։ Ամենաարյունալի պատերազմի 4-րդ տարելիցին խոսվում է նոր միջուկային աղետի վտանգի մասին։ Խելամիտ կլինի Իրանը գործարք կնքի։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը բանակցությունների ձախողման դեպքում հնարավոր ռազմական ելքի մասին։ Արդյոք ընտրակաշարք չեն նախընտրական շրջանում հիմնադրամների կողմից կատարվող բարեգործությունները, հակակոռուպցիոնի պարզաբանումը։ Հայաստանը կշարունակի մնալ Եվրամիության ավիացիոն սև ցուցակում, ինչ խախտումներ են արձանագրել ավիացիոն ոլորտի եվրոպացի մասնագետները։ Պաշտամունքային կառույցները կոտարվեն բացառապես կառավարության համաձայնությամբ, իշխանական պատգամավորների առաջարկը, ինչու են նախագծին դեմ ընդդիմադիրները։ 4 միլիարդ 451 միլիոն դրամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ծախսերի նախահաշիվը։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտար ժանը մեր եթերում։ Միջազգային տարբեր հարթակներում Փաշինյան-Ալիև ջերմերանդ ձեռքսեղմումներից բացի ինչ առաջընթաց կա հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգում։ Վենսի այցից հետո Ադրբեջանի առաջնորդը միջազգային լրատվամիջոցներին ցինիկաբար պնդեց, թե հայ գերիների հանցանքները ավելի ծանր են, քան նացիստներինը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեն էլ խոսում է Ղարաբաղի, Զանգեզուրի եւ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի հողերի վերադարձի բացառիկ կարևորության մասին, գովելով Ալիևի հեռատեսությունը, որ 2022-ին տվեց Արևմտյան Ադրբեջան համայնք նախագծի ստեղծմանը։ Մրցանակ են ստանում խաղաղության ջանքերի համար աշխարհով մեկ հայտարարում, թե խաղաղությունը եկել է, աշխարհն էլ չի հիշում երևի, որ փաստաթուղթ խաղաղության պայմանագիր ստորագրված չէ։ Ընդհանրապես ձեռքսեղմումներ են, գրկախառնություններ։ Հենց այդ մրցանակը ստանալու հաջորդ օրը Ալիևը վերադարձավ Բաքու ու Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների համար ծանրագույն դատավճիռներ կարդաց 20 տարվա ազատազրկումից մինչև ՑՄՀ դատապաշտում։ Բայց շարունակեցին խոսել խաղաղությունից, եղբայրությունից, նրա սանձարձակությունն այստեղ կանգ չառավ, որ նույն տեմպով է շարժվել ու նույն բեսպրեդելին է զարկ տալու նաև Արցախի պետնախարարի հարցում պարզ դառավ Ֆրանս 24-ին տված հարցազրույցից։ Այդ մարդիկ լուրջ հանցանքներ են կատարել մարդկության դեմ։ Պատկերացրեք Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Նյուրնբերգյան դատավարությունից 2 ամիս անց ոմանք գային եւ ասեին. «Խնդրում ենք ազատ արձակել մահվան դատապարտված նացիստ առաջնորդներին»։ Դա նույն բանն է, նույնիսկ ավելի վատ։ Նրանց հանցանքները ավելի ծանր են, քան այն, ինչ արել են նացիստները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այստեղ ըստ էության չզսպելով ցինիզմը ու նացիստների հետ զուգահեռ տանելով, նա անոնսում էր, որ Ռուբեն Վարդանյանի ծանր 20 տարվա ազատազրկման դատավճիռն էլ անխուսափելի է։ Ռուբեն Վարդանյանın ömürlük azadlıqdan məhrum olunmasını Թրամփի վարչակազմում չգիտեն, որ խաղաղություն երկու երկրի միջև պարզապես չի կարող լինել, եթե մի երկիրը պահում է մյուսի գերիներին։ Փոխնախագահ Վենսը, որ Զվարթնոցում Բաքու ուղևորվելիս խոստանում էր բարձրաձայնել գերիների խնդիրը, այս հարցը Ալիևի սեղանին չդրեց։ Հայտնի է միայն, որ Թրամփի վարչակազմը չարձագանքեց Ալիևյան սանձարձակությանը, Արցախի առաջնորդներին նացիստ համարելուն, նրանց այս ծանր դատավճիռներին։ Թրամփը միայն անընդմեջ կրկնում է, թե խաղաղություն է բերել այստեղ, հենց իր ջանքերով է 32 տարվա պատերազմից հետո խաղաղություն հաստատվել։ Stand up. Look at that. Do you believe it? 32 years. Խաղաղության խորհրդի նիստն է Վաշինգտոնում։ Հենց այն րոպեներին, երբ ներսում նա Փաշինյանին ու Ալիևին հրավիրում էր ոտքի կանգնել ձեռքսեղմումի, երբ ներսում ուրախ տրամադրություն էր տիրում, դրսում Ալիևյան բեսպրեդելն էր դարձյալ խոսում։ Ալիևի թիկնապահները Վաշինգտոնի կենտրոնում ծեծում էին ցույցի դուրս եկած ադրբեջանցի ընդդիմադիրներին։ Ներսում սակայն Թրամփը շարունակում էր խոսել խաղաղությունից։ Որ խաղաղության մասին է նա այսքան շատ կրկնում, որ փաստաթուղթն է պարտադրելու Իլհամ Ալիևին չկրակել, խաղաղ մնալ։ Ստանալ միջանցք Հայաստանի տարածքի վրայով ստացավ։ Մինչ այդ էթնիկ զտման ենթարկել Արցախը,
էթնիկ զտման ենթարկվեց Արցախը։ Գրավել Հայաստանի Հանրապետության տարածքից ռազմավարական նշանակության բարձունքներ։ Գրաված է պահում այդ տարածքը։ Քաղաքականապես գնահատել հայկական ազատագրական շարժումը որպես ֆաշիստական շարժում եւ դատել նրա ղեկավարներից ոմանց։ Այդ ամեն ինչը իրականացնում է եւ այդ բոլոր քայլերի նկատմամբ ստանում է Միացյալ Նահանգների ամբողջական 100%-անոց աջակցությունը։ Մասնագետը հիշում է, որ Թրամփի ընտրվելիս լուրեր էին ակտիվ շրջանառվում, թե Թրամփն ու Ալիևը ընկերներ են։ Հիշում է, բայց չի հավատում։ Ընկեր չեն, Թրամփը Ալիևին էլ է դիտում որպես իր վասալ, բայց մեզ դիտում է որպես Ալիևի վասալ։ Բայց վասալել կա վասալել։ Եթե դու վասալ ես այն տիրոջը, որը ցանկանում է քեզ ոչնչացնել, ուրեմն դու զրկվում ես ինքնապաշտպանության քո բոլոր հնարավորություններից։ Ռազմական պատմաբանը նաև թարմօրինակն է հիշեցնում. Գազայում անցած հոկտեմբերին ԱՄՆ միջնորդությամբ զինադադար հաստատվեց, բայց դրանից հետո էլ Իսրայելը չի դադարել հարվածել ու սպանել պաղեստինցիներին։ 600-ից ավելի մարդ են սպանել Գազայում։ Միջնորդ ու նաև երաշխավոր Թրամփը դատապարտել է Իսրայելի քայլերը։ Հարցնում է պատմաբանն ու շարունակում. ինչու փոխնախագահ Վենսը Բաքվում չբարձրաձայնեց հայ գերիների անարդար դատավարությունների մասին։ Իսկ Թրամփը ի դեպ մինչև այս օգոստոսի 8-ի հայտնի հանդիպմանն էր դեռևս խոստանում խնդրել Ալիևին ազատ արձակել հայ գերիներին։ Ասում եք, որ 23 քրիստոնյա հայեր կան, ես պատրաստ եմ խնդրել, որ դա անեն, կարծում եմ, հանունից կանեն դա, սա կարևոր է, չէ՞։ Այո, գլխով է անում հաստատում Փաշինյանը, բայց այս զրույցից հետո միայն Բաքվի դատական մուրճն է աշխատել։ Երբ կխնդրի Թրամփը Ալիևին։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։ Զանգեզուրի միջանցքը բնութագրվող Թրամփի ուղին համաձայնեցվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև Բաքվում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը Ֆուադ Օկթայն ասել է, թե դրանով սկսվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Թուրք մեջլիսականը նշել է նաեւ, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը իր հետ կբերի նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման, քանի որ ինչպես ինքն է նշում, Թուրքիայի նախապայմանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է։ Մոսկվան պատրաստ է բանակցել Երևանի հետ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ երկաթգծերի վերականգնման շուրջ։ Տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակմանը միտված Հայաստանի այս նախաձեռնությանն ինչպես են վերաբերվում Բաքուն եւ Անկարան, որոնք միլիարդավոր դոլարներ են ծախսում իրենց այլընտրանքային Կարս Դիլիջու երկաթգծի կառուցման համար։ Փորձագետների կարծիքով Ալիև-Էրդողան դուետին ձեռնտու չէ Հայաստանի ապաշրջափակումը։ Նրանք մտադիր են Երևանին լուսանցքում թողնել, որ Թրամփի ուղին սպասարկի միայն իրեն շահերը։ Երազ Խախուրիկ երկաթուղին վերականգնելու Հայաստանի կառավարության առաջարկին դրական արձագանքեցին Մոսկվայից։ Առարկայական բանակցություններ սկսելուն Ռուսաստանը պատրաստ է 14 կիլոմետր ճանապարհով իրար կմիանան հայկական ու ադրբեջանական երկաթգծերը, մի քանի կիլոմետրով էլ Հայաստանն ու Թուրքիան։ Հայկական կողմի դիմումի համաձայն եւ ելնելով Հայաստանի ժողովրդի հանդեպ բարեկամական եղբայրական զգացմունքներից, Ռուսաստանի Դաշնությունը որոշել է առարկայական բանակցություններ սկսել Հայաստանի երկաթուղիների երկու հատվածները վերականգնելու համար։ Սյունիքի ամերիկյան ճանապարհը թրիփը Դոնալդ Թրամփի պատվին կոչված խաղաղության ու բարգավաճման երթուղին, որ Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապն է ապահովելու, Հայաստանի իշխանություններն ուզում են ավելի երկար ձգվի, քան 43 կիլոմետրն է։ Նախիջևանում ոչ թե ավարտվի, այլ ընդհակառակը գա, հասնի այստեղ, միանա երկաթուղուն, շարունակվի մինչև Թուրքիա։ Միայն թե Ալիևն այս հարցում այլ հաշվարկներ, նպատակներ ունի։ Միևնույն ժամանակ որոշ ուժեր եւս, ինչպես ձևակերպել է վարչապետը, ուզում են, որ թրիփը Հայաստանի տարածքով անցնի միայն Մեղրիից Նախիջևան ճանապարհին, հետո մեր երկրի ծրագրով կշրջանցեն մեզ, ըստ Նիկոլ Փաշինյանի, սա այն պատճառով, որ Հայաստանի երկաթուղին Ռուսաստանն է կառավարում։ Ցավոք սրտի Ռուսաստանի եւ շատ երկրների հարաբերություններ սուր են։ Եվ ես զգում եմ, մենք իհարկե ամեն ինչ անում ենք հետ համոզելու համար եւ համոզելու համար, որ այո, Ռուսաստանի կառավարման ներքո է, բայց Հայաստանի սեփականությունն է եւ Ռուսաստանը մեր տպավորությամբ եւ համոզմամբ որևէ ձևով չի ցանկանում եւ գործնականում էլ խոչընդոտ չի հարուցի մեր տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ։ Բայց մինչև Հայաստանի կառավարությունը այդպես էլ չբացահայտվող ուժերին եւ բանակցությունների սեղան հասած մյուս երկրներին համոզում է, Թուրքիան ու Ադրբեջանն իրենց մեգածրագիրն են կյանքի կոչում Կարս Դիլիջու երկաթուղին, ակտիվ շինարարության փուլում են։ Հայաստանի տարածքով իրար ավելի շուտ կհասնեն, բայց առայժմ նախընտրում են երկու երկիրն իրար կապել մի քանի 100 կիլոմետր անցնելով։ Մենք արդեն
խաղաղության պայմաններում ենք եւ Հայաստանով անցնում է երկաթուղին։ Ինչու է մի քանի միլիարդ դոլար ծախսում ստեղծելու համար մի բան, որը արդեն իսկ գոյություն ունի։ Իհարկե, այդ հարցին դիվանագիտական լռությունով են պատասխանել։ Թուրքիան եւ Ադրբեջանը չեն ուզում Հայաստանի տարածքով անցնել, որովհետեւ իրենք շահագրգռված չեն Հայաստանի կոմունիկացիաների ապաշրջափակմամբ, իրենք շահագրգռված չեն Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմամբ, հետեւաբար իրենց համար ավելի նախընտրելի է միլիարդավոր նույնիսկ դոլարներ ներդնել կարճ դիլիջու երկաթգիծը կյանքի կոչել, քան Հայաստանի տարածքով կոմունիկացիաների ապաշրջափակում իրականացնել։ Երասխախուրիկը կվերագործարկվի, թե այնուամենայնիվ Կովկասը կձևեն շրջանցող ճանապարհներով։ Տարածաշրջանի երկաթուղային նախագծերը միայն ենթակառուցվածքների հարց չեն, ասում են մասնագետները։ Փորձագետների գնահատմամբ հատկապես այստեղ մեզ մոտ դրանք նախ քաղաքական հաշվարկների, ազդեցության գոտիների եւ տնտեսական ապագայի մասին են։ Հայաստանը փորձում է դառնալ հաղորդակցությունների խաչմերուկ, սակայն գործընթացը միայն Երևանի ցանկություններից կախված չէ, այլև մեծ խաղացողների դիրքավորումից։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Հայաստանի եւ Իրանի սահմանը միշտ եղել է խաղաղության սահման, իսկ ռազմական ոլորտում համագործակցությունը հիմնված է պատմական կապերի, սահմանների անձեռնմխելիության եւ երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանման վրա, հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպանը։ Խալիլ Շիր Ղոլամին ասել է, թե հաշվի առնելով տարբեր ոլորտներում, այդ թվում պաշտպանական բնագավառում երկրների միջև առկա կապերը, ինչպես նախորդ տարի, ապագայում եւս կարող են տեղի ունենալ Հայաստան-Իրան զորավարժություններ եւ լինել ավելի մասշտաբային։ Նա հիշեցրել է, որ այս պահին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով գտնվում է Թեհրանում, ինչը դեսպանի խոսքով վկայում է երկու երկրների հարաբերությունների վերելքի մասին։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Խաղաղություն կլինի ռուս-ուկրաինական ճակատում։ Ամենաարյունալի պատերազմի 4-րդ տարելիցին խոսվում է նոր միջուկային աղետի վտանգի մասին։ Խելամիտ կլինի Իրանը գործարք կնքի։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը բանակցությունների ձախողման դեպքում հնարավոր ռազմական ելքի մասին։ Արդյոք ընտրակաշարք չեն նախընտրական շրջանում հիմնադրամների կողմից կատարվող բարեգործությունները, հակակոռուպցիոնի պարզաբանումը։ Հայաստանը կշարունակի մնալ Եվրամիության ավիացիոն սև ցուցակում, ինչ խախտումներ են արձանագրել ավիացիոն ոլորտի եվրոպացի մասնագետները։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Միացյալ Նահանգների ճնշման տակ Թուրքիան սկսել է իր առևտրի մի մասը վերաուղղորդել դեպի Վաշինգտոն, այս մասին գրում է թուրքական Էկոնոմիմ թերթի սյունակագիրը։ Իլթեր Թուրանը նշում է, որ Անկարան փորձում է հավասարակշռված քաղաքականություն վարել Ռուսաստանի հետ հարաբերություններում, բայց ստիպված է արձագանքել ամերիկյան սպառնալիքներին։ 2025 թվականի վերջին Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 49.1 միլիարդ դոլար։ Սա 6.6%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ, բայց դեռևս զգալի ծավալ է։ Միացյալ Նահանգները մեծացրել է նավթամթերքի արտահանումը եւ չի ցանկանում կորցնել շուկաները։ Թուրանի կարծիքով պատժամիջոցները դառնում են ոչ միայն քաղաքական, այլև առևտրային գործիք Միացյալ Նահանգների վարչակազմի համար։ Լոնդոնն ու Փարիզը պատրաստվում են Կիևին միջուկային ռումբով զինել։ Սենսացիոն լուրը, որ ռուսական անվտանգության ծառայություններն այսօր տարածեցին, ռումբի պես պայթեց եւ ստվերեց ռուս-ուկրաինական պատերազմում շուտով խաղաղության հասնելու հույսերը։ Այսօր լրանում է 21-րդ դարի արյունալի պատերազմի 4-րդ տարելիցը եւ ամերիկյան միջնորդության բանակցությունների հաջող ելքի փոխարեն խոսվում է միջուկային պատերազմի լուրջ վտանգի մասին։ Սա ուղիղ ճանապարհ է դեպի համաշխարհային պատերազմ, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Մեդվեդևը։ Ինչ զարգացումներ են սպասվում ռուս-ուկրաինական ճակատում եւ ինչպիսի հետևանքներ կունենան Հայաստանի համար։ Նաիրի Մուրադյանն է զրուցել փորձագետների հետ։ 4 տարի առաջ Ռուսաստանն ու Ուկրաինան մտան երկարատև ու մաշող պատերազմի մեջ։ Հրթիռային ու անօդաչու թռչոսարքերի հարվածներ, էներգետիկ եւ լոգիստիկ ենթակառուցվածքների թիրախավորում, տասնյակ հազարավոր զոհեր եւ վիրավորներ երկու կողմում, միլիոնավոր փախստականներ։
Ով է ավելի ուժեղ դիրքում հիմա։ Ըստ փորձագետների, Ռուսաստանն ունի որոշակի ռազմավարական առավելություն, կարողանում է պահել ճնշումը եւ դանդաղ առաջխաղացումներ գրանցել։ Երկարաժամկետ պաշտպանունակության եւ տեխնոլոգիական հարմարվողականության առումով Ուկրաինան պահպանում է կայուն պաշտպանական դիրքը եւ կարող է երկար ժամանակ դիմակայել արտաքին աջակցության պահպանման դեպքում։ Եվրոմիությունը բնականաբար ցանկություն ունի պատերազմը դադարեցնելու եւ պատժամիջոցներ իրականացնում, Միացյալ Նահանգներն ուզում են, որ պատերազմը իր ուզած ձևով ավարտվի։ Եվրոմիությունը փողը տալիս է, Միացյալ Նահանգները զենքը վաճառում է։ Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել, որտեղ երևում է Կիևի Բանկովայա փողոցում գտնվող նրա բունկերը։ Ուկրաինայի նախագահի գրասենյակը եւ մինիստրների կաբինետի ղեկավարություն գրությամբ ցուցանակները։ Զելենսկին պատմել է, որ 2 տարի ապրել է բունկերում, աշխատել նախագահի գրասենյակում։ Շատ բաներ հենց այստեղ են արվել։ Մենք նախկինում երբեք չենք ցուցադրել այս օբյեկտը։ Ռուս-ուկրաինական պատերազմն ազդեց Հայաստանի եւ ամբողջ հարավային Կովկասի վրա եւ անվտանգության, եւ տնտեսական եւ աշխարհաքաղաքական մակարդակներում։ Ռուսաստանի հիմնական ռազմական եւ քաղաքական ռեսուրսները կենտրոնացած են Ուկրաինայի ուղղությամբ, ինչը նվազեցրել է նրա ակտիվ ներգրավվածությունը հարավային Կովկասում։ Ադրբեջանն օգտվեց աշխարհաքաղաքական պատուհանից, ամրապնդելով իր դիրքերը, մինչդեռ Հայաստանը կանգնեց անվտանգության նոր մոդել որոնելու անհրաժեշտության առաջ։ Թուրքիան եւս մեծացրեց իր ազդեցությունը էներգետիկ քաղաքական մակարդակում։ Ռուսաստանից կապիտալի եւ մասնագետների հոսք սկսվեց դեպի Հայաստան 2022-ից 23-ի ընթացքում։ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների ոլորտի աճ, առևտրաշրջանառության մեծացում Ռուսաստանի հետ։ Ռուսական որակյալ աշխատուժներ, որ պատերազմի հաջորդ օրերին եկան Հայաստան, տասնյակ հազարավոր։ Եվ եթե Հայաստանի իշխանությունները կարողանային համապատասխան խելք ունենային, համապատասխան մասնագիտական կարողություններ ունենան, նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի ռուսական այդ որակյալ աշխատուժը Հայաստանից չհեռանա։ Եվ առաջիկայում սպասվելիք բանակցությունների ընթരാճ ռուս-ուկրաինական քարամյա պատերազմի ֆոնին սենսացիոն տեղեկությունը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Վիետնամի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի եւ Վիետնամի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան պլաններ ունեն Ուկրաինային միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել։ Դա ըստ Մեդվեդևի ուղիղ ճանապարհ է դեպի համաշխարհային պատերազմ։ Մեր արտաքին հետախուզության ծառայությունը հենց նոր տեղեկություն է ստացել, որ Անգլիան եւ Ֆրանսիան պլանավորում են միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել Ուկրաինա։ Մենք հիանալի հասկանում ենք դրա հնարավոր հետևանքները։ Սա ուղիղ ճանապարհ է դեպի համաշխարհային պատերազմ եւ մենք բազմիցս նշել ենք նման քայլերի հետևանքները։ Քաղաքագետների դիտարկմամբ, եթե ռուս-ուկրաինական պատերազմը երկարաձգվի, ռուսական ազդեցությունը կարող է շարունակել թուլանալ տարածաշրջանում, արևմտյան ներգրավվածությունը կարող է խորանալ, տարածաշրջանային մրցակցությունը կսրվի։ Պատերազմի սառեցման դեպքում Ռուսաստանը կփորձի վերակենտրոնանալ հարավային Կովկասում։ Հայաստանը կհայտնվի ավելի մեծ քաղաքական ճնշման տակ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան խոսել է ռուս-ուկրաինական պատերազմի պատճառների մասին։ Զախարովան ասել է, թե Ուկրաինայի ղեկավարությունը տարիներ շարունակ վարել է քաղաքականություն, որը նրա խոսքով կոպիտ եւ համակարգված կերպով խախտել է բարեկամության, համագործակցության եւ գործընկերության պայմանագրի դրույթները, ինչն էլ հանգեցրել է Ռուսաստանի ղեկավարության կողմից հատուկ ռազմական գործողություն սկսելու որոշմանը։ Կիևում այսօր հավաքվել են եվրոպացի առաջնորդները ցանկացողների կոալիցիայի նիստին մասնակցելու համար Կիև է ժամանել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Պատերազմի սկսվելուց ի վեր սա նրա 10-րդ այցն է, այս մասին Նիքսի իր էջում գրել է ինքը Լայենը։ Նա նշել է, որ հայցի նպատակն է վերահաստատելու, որ Եվրոպան անսասան կանգնած է Ուկրաինայի կողքին ֆինանսապես, ռազմական առումով։ Մենք չենք նահանջի, մինչև խաղաղությունը չվերականգնվի, գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Հիշեցնեմ, որ նիստին մասնակցելու համար Կիև են ժամանել Խորվաթիայի, Էստոնիայի, Լատվիայի, Իսլանդիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Շվեդիայի եւ Նորվեգիայի առաջնորդները, նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հնարավոր համաձայնագրի կնքումից հետո Ուկրաինայում հնարավոր է անհնազանդություններ սկսվեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին հղում անելով Պոլիտիկոյի հրապարակմանը։ Դժվար չէ պատկերացնել, որ հողերի հանձնման շուրջ խոսակցությունները շուտով դուրս կգան վերահսկողությունից եւ կհանգեցնեն անկարգությունների, ասում է լրատվամիջոցը եւ հավելում, որ հայրենասերների եւ առաջնագծի զինվորների համար սա մեջքից հարվածի պես կլինի։ Հրապարակումը ընդգծում է նաեւ, որ մարդկային ռեսուրսների պակասի խնդիրը այժմ սուր
լուր է։ Մոբիլիզացիա բնակչության շրջանում չի ավելանում եւ ավելի քիչ ուկրաինացիներ են պատրաստ մեկնել ռազմաճակատ։ Նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը վերջ դնելու ուկրաինա-ռուսական ներխուժմանը ձախողվում են, խաղաղության բանակցությունները հայտնվել են փակուղում, իսկ մարտական գործողությունները 4 տարվա պատերազմից հետո հիմնականում ստատուս քվոյի վիճակում են, գրում է Bloomberg-ը։ Ըստ լրատվամիջոցի Միացյալ Նահանգները ձգտում է համաձայնության հասնել նախքան հուլիսի 4-ը, երբ Թրամփը կհյուրընկալի Ամերիկայի անկախության 250-ամյակի տոնակատարությունները, սակայն ըստ եվրոպացի եւ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների չկա որևէ նշան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է կնքել մի համաձայնագիր, որը չի բավարարում իր հիմնական պահանջները։ Վաշինգտոնը բաց է պահում բոլոր տարբերակները Իրանի հարցում, միաժամանակ հորդորելով այդ երկրին բանակցել համաձայնագրի շուրջ, հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը։ Նա վերահաստատել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը նախապատվությունը տալիս է դիվանագիտական լուծմանը, սակայն նշել է, որ Միացյալ Նահանգների զինված ուժերը ունեն ծրագրեր արտակարգ իրավիճակների համար, եթե Իրանը հրաժարվի համաձայնության գալ։ Այն հարցին, թե արդյոք ռազմական հարվածները շարունակվում են դիտարկվել, Հեքսեթը պատասխանել է ամեն ինչ սեղանին է, սակայն Իրանի կողմից խելամիտ կլիներ գործարք կնքել։ Իրանը պետք է գործարք կնքի։ Իրանը հնարավորություն ունի գործարք կնքելու։ Դա այն արդյունքն է, որին նախագահը կտա նախապատվությունը։ Մեր գործն է տրամադրել տարբերակներ, եւ մենք տարբերակներ կունենանք նախագահի համար, եթե Իրանը որոշի գործարքի չգնալ։ Ես կարծում եմ, որ Իրանի կողմից խելամիտ կլիներ լավ գործարք կնքել։ Իրանը չի ձգտում պատերազմի, սակայն Միացյալ Նահանգների հարձակման դեպքում Իսլամական Հանրապետությունը թշնամիներին այնպիսի դաս կտա, որը նրանք երբեք չեն մոռանա, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։ Իրանի պետական հեռուստարադիոընկերությունն էլ հայտնել է, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանի հարավային ափերի եւ Պարսից ծոցում իրանական կղզիների պաշտպանության վարժանքներ է անցկացնում։ Իսրայելը Լիբանանին անուղղակի զգուշացրել է, որ ուժգին հարվածներ կհասցնի, այդ թվում քաղաքացիական ենթակառուցվածքներին, ներառյալ օդանավակայանին, եթե Արևմուտքի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված Հեզբոլլահը ներգրավվի Միացյալ Նահանգներ Իրան պատերազմի որևէ գործողության մեջ։ Reuters-ն է հայտնում, հղում անելով 2 բարձրագույն լիբանանցի անանուն պաշտոնյայի։ Իսրայելի վարչապետի գրասենյակից եւ Լիբանանի նախագահի աշխատակազմից այս տեղեկությանը դեռ արձագանք չի եղել։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանություն է տվել համացանցում անօրինական բովանդակության դեմ պայքարի մասին համաձայնագրի ստորագրման ընթացակարգերի մեկնարկին, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը։ Խորհուրդը համացանցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների դեմ պայքարի համաձայնեցված մոտեցումների մասին համաձայնագրի նախագիծը ուղարկել է ԵԱՏՄ երկրների ստորագրման համար, անհրաժեշտ ներպետական ընթացակարգեր անցնելու համար։ Փաստաթուղթը սահմանում է համացանցում օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության միջոցները, որոնք պետությունները սահմանում են իրենց օրենսդրության մեջ, ասվում է հաղորդագրության մեջ։ Իրանում ռազմական ուղղաթիռ է ընկել եւ բախվել Սպահանի կենտրոնական նահանգի մրգերի շուկային, ինչի հետևանքով զոհվել են 2 օդաչուները եւ 2 վաճառականներ, հայտնում է Reuters-ը։ Բախումը տեղի ունեցել Դորչեհ քաղաքում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Անցյալ շաբաթ էլ ուսումնական թռիչքի ժամանակ Իրանի կանոնավոր ռազմաօդային ուժերին պատկանող Միացյալ Նահանգներում արտադրված F4 կործանիչներ վթարի ենթարկվել Համադան նահանգում, որի հետևանքով օդաչուն զոհվել էր։ Հնդկաստանի Ջարքանդի նահանգում շտապօգնության ինքնաթիռ է վթարի ենթարկվել։ Ինքնաթիռում գտնվող բոլոր 7 անձինք, հիվանդը, օդաչուներն ու բժիշկները զոհվել են, հայտնում է Reuters-ը։ Ինքնաթիռը թռիչք է կատարել Ռանչիից, սակայն եղանակային պայմանների պատճառով խնդրել է փոխել թռիչքի ուղղությունը, ապա ինքնաթիռի հետ կապը կորել է։ Վերադառնանք Հայաստան 2025-ին հակակոռուպցիոն կոմիտեն աշխատել է ծանրաբեռնված ռեժիմով, գործերը չափից շատ չեն եղել, պարզապես ազատ հաստիկներն են շատ։ Կոմիտեի ղեկավարը անցած տարին ամփոփելով նշել է, որ 12.9%-ով ավելի շատ գործ են քննել 2025-ին, դրանցից 617-ը կարճվել է, իսկ 273-ը ուղարկվել դատարան։ Այդ գործերը վերաբերում են տարբեր տրամաչափի նախկին եւ ոչ այնքան նախկին պաշտոնյաների։ Լրագրողները փորձել են պարզել, թե այժմ ինչ քայլեր է իրականացնում հակակոռուպցիոն կոմիտեն նախընտրական շրջանում բարեգործության քողի ներքո թաքցվող ընտրակաշառքի հայտնաբերման ուղղությամբ։
Օրինակ, երբ հայտնի է դառնում, որ պաշտոնյան կամ նրա հարազատը բարեգործական ակցիային իրականացրել կամ օգնություն տրամադրելու որոշում կայացրել օգտվելով պետական կամ որևէ հիմնարկի միջոցներից։ Սյունիքի մարզպետը օրինակ որոշում է ստորագրել փետրվարի 9-ին, երբ որ արդեն այդ կարգավորումները գործել են, եւ այդ որոշմամբ գումար է բաժանվել քաղաքացիներին, ովքեր աջակցության համար դիմել են մարզպետարանին։ Օրինակ, այս գումարի բաժանումը կարելի էր եւ որևէ բան չի ենթադրելու կոնկրետ մի ուժի համար։ Կոնկրետ այս օրինակով մենք ունենք ստուգողական գործողություն հակակոռուպցիոն կոմիտեում եւ ստուգում ենք, թե տվյալ պաշտոնատար անձը կուսակցության անդամ է հանդիսանում, չի հանդիսանում, այդ գումարը պաշտպել է համապատասխան դիմումների հիման վրա քաղաքացիների, թե ոչ, ինչ նպատակ է հետապնդել այդ գումարի պաշտումը։ Առցանց տաքսու 700 վարորդ իր բողոքը կառավարություն է հասցրել, վարորդները դժգոհում են, որ դառնում են առցանց հարթակների խաբեության զոհեր, իսկ պետությանը հարկեր են վճարում չհասկանալով, թե ինչու։ Գործադիրը ծանոթանում է փաստաթղթերին, խոստացել են արձագանքել եկող ամսվա ընթացքում, այդ թվում մյուս բոլոր պահանջներին։ Կառավարության պատասխանից պարզ կդառնա, թե հաջորդիվ ինչ քայլերի կդիմեն։ Մինչև այդ արձագանքը պլանավորել են առաջիկայում հավաքվել առցանց տաքսիների հարթակները սպասարկողների գրասենյակների առջև։ Պետությանը դժգոհ ունենք, որ 5% մուծում ենք, չգիտենք ինչի համար ենք մուծում։ Հիմա թող բացատրեն 2 ժամ զրույց ենք ունեցել, 2 ժամ 6 վարորդներով ու սաղսը բացատրում ենք իրավիճակը, իրանք դաժե անկնկալի եկան, դե իրանք անկնկալի եկան, որ իրանք իրոքից ասում են տեղյակ չէին։ Եվրոպացիները ամփոփել են աշնանամեր ավիացիոն ոլորտում ստուգումների արդյունքները եւ դատավճիռ հնչեցրել շարունակելու ենք մնալ Եվրամիության ավիացիոն սև ցուցակում։ Տեղացի պաշտոնյաների պնդմամբ 5 տարի առաջվա խնդիրները բոլորը լուծված են, նոր խնդիրներ են արձանագրվել, որոնք տեխնիկական են, օրենսդրական եւ կազմակերպչական։ Հայկական ավիացիայի խնդիրների եւ սև ցուցակից դուրս գալու հնարավորությունների մասին Արմեն Աթալյանի ռեպորտաժում։ Հայաստանը դեռևս Եվրամիության ավիացիոն սև ցուցակում է։ Չնայած Եվրամիության չինովնիկների վերջին ստուգման ընթացքում Հայաստանի ավիաընկերություններում եւ Քաղավիացիայի կոմիտեում թռիչքների անվտանգության լուրջ խախտումներ չեն հայտնաբերվել։ 2020 թվականին Եվրոպական համապատասխան հանձնաժողովը հայկական բոլոր ավիաընկերություններին ներառել էր այդ ցուցակում։ 5 տարի անց եվրոչինովնիկները նոր աուդիտ են անցկացրել, բազելու համար թե ինչ է փոխվել մեզ մոտ։ Վերջերս էլ հայտարարել են, որ Հայաստանը դեռ չի կարող դուրս գալ ցուցակից։ Քաղավիացիայի կոմիտեից օրերս պարզաբանում են տարածել, որ նոր արձանագրված խնդիրները կապ չունեն 2020 թվականի խախտումների հետ եւ ուղիղ թռիչքների անվտանգության հետ էլ չեն առնչվում։ Այս հարցում լավատես է նաեւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը։ Արձանագրված 40 ուրեմն թերությունները վերացված են, բայց նաեւ ի հայտ են եկել նոր թերություններ։ Տարբեր բնույթի թերություններ են, տեխնիկական, օրենսդրական որոշակի փոփոխություններ, կառուցվածքային որոշակի փոփոխություններ անելու անհրաժեշտություն։ Սեպտեմբերյան աուդիտից հետո արձանագրված թերությունների շուրջ 60%-ը արդեն ուրեմն շտկված են եւ մենք շարժվում ենք մյուսները շտկելու եւ օր առաջ սև ցուցակից դուրս գալու հարցը կարգավորելու ուղղությամբ։ Խնդիրը ըստ կոմիտեի վերաբերում է կառավարման ու վերահսկողության համակարգին, մասնավորապես ավիաընկերությունների սերտիֆիկացման եւ վերահսկման գործընթացներում որակի ապահովման համակարգը դեռ լիարժեք չի աշխատում։ Այս համակարգը նոր է ներդրվել եւ դրա արդյունավետ գործելու համար ժամանակ է պետք։ Այս պահին կոմիտեն արդեն մշակել է ճանապարհային քարտեզ, թե կարճաժամկետ եւ թե երկարաժամկետ ապագայի համար։ Միաժամանակ վերանայվում է ավիացիայի մասին օրենքը, որի ընդունումից հետո կփոխվեն մի շարք ենթաօրենսդրական ակտեր։ Սակայն ոլորտի մասնագետներն այդքան էլ լավատես չեն այս հարցում։ Կոմիտեում մասնագետներ էլ այսպեսի չկան, որ կոմպ չկա, որոնք որ դրանով այդպես խորացված զբաղվեին շտկեին, որովհետեւ սև ցուցակից ի վերջո դուրս գային։ Բավարար քայլեր չեն արվում, ինձ թվում է, որովհետեւ դա աշխատանքա պրոֆեսիոնալների պակաս կա, որոնք որ կարող են այդ աշխատանքները իրականացնել։ Նույնիսկ եթե Հայաստանը դուրս գա Եվրամիության ավիացիոն սև ցուցակից, արդյոք դա նշանակում է, որ քաղաքացիական ավիացիայի ոլորտը Հայաստանում զարգանում է։ Ոչ, նշում են մասնագետները։ Քաղաքացիական ավիացիայի ոլորտի զարգացման համար ներքին շուկայում օդանավակայանների եւ ավիաընկերությունների մրցակցություն է անհրաժեշտ։ Բյուջետային ավիաընկերությունների հետ այլ երկրների
իրականացնում են թռիչքներ, դա ավիացիայի զարգացում չի։ Նրանք ձեռա տալիս այսօր իրականացնում են թռիչքներ, վաղը մի հատ ինչ-որ ասենք ձեռ չտվեց, տարբեր պատճառներով կարող են դադարեցնել այդ թռիչքները։ Ֆլայ Արնեի ձախողումից հետո ազգային ավիափոխադրողի մասին զրույցներն ամբողջությամբ դադարել են։ Չնայած այդ ընկերությանն էլ դժվար էր անվանել ազգային։ Բաժնետոմսերի գրեթե կեսը պատկանում էր արաբական հայտնի ավիաընկերությանը։ Փոխարենը վերջերս գործադիրը վերացրել է Կապանի օդանավակայանին միջազգային կարգավիճակ տալու հետ կապված իր իսկ կողմից ամրագրված սահմանափակումը։ Ղափանից ով է թռնելու գնալու միջազգային, ասենք Ամստերդամ կամ չգիտեմ Լոնդոն։ Երևանից գնալու են Կապան, որ Ղափանից թռնենք չգիտեմ ուր, կամ այդ օդանավակայանը թույլ չի տալիս, եսի ինչ ինքնաթիռներ ընդունելու սպասարկելու, որ մի հատ էլ միջազգային եսի ինչ օդանավակայան դառնա։ Եվրամիությունը դեռ պետք է ընդունելի համարի հայկական կողմի ներկայացրած ուղղիչ գործողությունների պլանը։ Հետո միայն կգնահատի դրա իրականացումը եւ կորոշի երբ անցկացնել հաջորդ ստուգումը։ Դրանից հետո միայն կարող է սկսվել Եվրամիության սև ցուցակից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ քննարկումը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Կրկին դադարմեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Պաշտամունքային կառույցները կոտարվեն բացառապես կառավարության համաձայնությամբ։ Իշխանական պատգամավորների առաջարկը, ինչու են նախագծին դեմ ընդդիմադիրները։ 4 միլիարդ 451 միլիոն դրամ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ծախսերի նախահաշիվը։ Մեթեոաշխարհ ջերմաստիճանը կնվազի, ավելին հաջորդ թիվ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք։ Իշխանական պատգամավորները առաջարկում են, որ հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները օտարվեն բացառապես կառավարության համաձայնությամբ։ Գործադիրը կարող է չտալ այդ համաձայնությունը, եթե տվյալ գույքը ոչ հանրօգուտ կամ ոչ նպատակային օգտագործելու ռիսկ կա, եթե գործարքի պայմանները հակասում են հանրության շահերին, փաստաթղթերը կեղծ են կամ խեղաթյուրված։ Ազգային ժողովի ընդդիմադիր թևը հայտնել է, թե ներկայացված նախագիծը անհիմն է, քանի որ նման նախադեպ չի եղել, որ օրինակ պետական ցանկում ներառված նմանատիպ պաշտամունքային կառույց երբևէ օտարվել է։ Բացի այդ, նախագծի հեղինակները չեն դիտարկել ընդդիմադիրների ներկայացրած առաջարկը ընդհանրապես չթույլատրել մշակութային կրոնական արժեքների օտարումը։ Մենք մեր գործընկերների հետ եկել ենք այս հավասարակշռված մոտեցմանը, որ ոչ թե արգելք սահմանվի, այլ սահմանափակում սահմանվի օտարման, ամեն դեպքում սա էլ է սահմանափակում, երբ որ սուբյեկտը պետք է կառավարությունից հայցի թույլտվություն, համաձայնություն այդ գույքը օտարելու հետ կապված։ Մենք չունենք որևէ նախադեպ, որը թույլ կտա մեզ բարձրաձայնելու, որ հայ առաքելական եկեղեցին որևէ պաշտամունքային առարկայի, մանավանդ այստեղ կառույցի մասին է խոսում, իսկ կառույցները վանքային համալիրներն են, եկեղեցիներն են, դրանց օտարելու կամ սեփականության ձևը փոխելու մտադրություն երբևէ չի ունեցել։ Ուրախալի լուր վարորդական իրավունք ստանալու իրենց հերթին սպասողների համար հերթերը նվազեցնելու նպատակով հաշվառման քննարկան ստորաբաժանումները առաջիկա շաբաթ օրը եւ մարտ ամսվա բոլոր շաբաթօրերին քաղաքացիներին կմատուցեն վարորդական իրավունքի գործնական քննությունների անցկացման ծառայություններ։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօրվա նիստում հաստատել է ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ծախսերի նախահաշիվը, որը գերազանցում է 4 միլիարդ 451 միլիոն դրամը։ 1 միլիարդ 800 միլիոն դրամից ավելին տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձն է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաեւ սահմանել է կուսակցությունների, դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը։ Պարգևավճարները չեն կարող դիտարկվել որպես կոռուպցիա, ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արտուր Նահապետյանը ճեպազրույցում։ Կոռուպցիա հասկացողությունը մենք գնահատում ենք քրեական օրենսգրքի համապատասխան հավելված առաջինով, որտեղ նշված են կոռուպցիոն հանցագործությունների դեպքերը, հոդվածները։ Աշխատողին, երբ կառույցը պարգևավճար է տալիս որևէ հոդվածի մեկնաբանման, տիրույթում չի կարող դիտարկվել որպես կոռուպցիա։ Պարզաբանել է նա, ավելացնելով, որ կարգի համաձայն ըստ կատարողականի են բաժանվել պարգևավճարները։ Հետևաբար ըստ նրա այս ամենը իրավական ակտով կարգավորված պրոցես է։ Արտուր Նահապետյանը տեղեկացրել է նաև, որ Հակակոռուպցիոն կոմիտեում պարգևավճարներ եղել են եւ ինքը նույնպես ստացել է։ Առաջիկայում, երբ ներկայացնենք հայտարարագիր, այդ հայտարարագրում գրված կլինեն գումարի չափը, կհայտարարագրեմ, պարզ ու հասանելի կտեսնեք, նշել է նա։
Ազգային ժողովի падգամավոր Գառնիկ Դանելյանը հայտնել է, որ ամենօրյա ռեժիմով քաղաքացիների ստանում են նամակներ ու զանգեր, անձնագրերի եւ նույնականացման քարտերի ստացման ժամկետների վերաբերյալ։ Նրա խոսքով հերթագրվելու դեպքում անձնագիր ձեռք բերելու կամ թարմացնելու համար քաղաքացիները ստիպված են ամիսներ սպասել, ինչը առաջացրել է նրանց դժգոհությունը։ Падգամավորը նշել է, որ համակարգը գեհ ծանրաբեռնված է եւ անհրաժեշտ են հստակ քայլեր, որպեսզի հատկապես մայրաքաղաքի բնակիչները ստիպված չլինեն հերթագրվել մարզերում սպասման ժամկետը փոքր կրճատելու նպատակով։ Падգամավորին դիմել են նաև Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներ Հայաստանի քաղաքացիության ստացման գործընթացի ձգձգման հարցով։ Նրա գնահատմամբ հատկապես ընտրությունների նախաշեմին նման խոչընդոտների ստեղծումը անթույլատրելի է եւ կասկածների տեղիք է տալիս։ Խորհրդարանականը տեղեկացրել է, որ բարձրացված խնդիրների բարձրաբանման նպատակով գրավոր հարցումներ է ուղարկել համապատասխան մարմիններին։ Երևանի համար 143 մսու մանկապարտեզ հողակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանելյանը վերանշանակումից 1.5 օր անց ձերբակալվել է եւ տեղափոխվել հակակոռուպցիոն կոմիտե։ Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության եւ կաշառք ստանալու համար։ Նա նախկինում ազատվել էր պաշտոնից մանկապարտեզում հայտնաբերված խախտումների, կեղծ հաստիկների, աշխատավարձների եւ երեխաների սննդի յուրացման, ինչպես նաեւ կաշառքի դեպքերի առնչությամբ, նշում են լրատվամիջոցները։ Սակայն դատարանի որոշմամբ վերականգնվել էր աշխատանքում ազատման գործընթացի խախտման հիմքով։ Մանկապարտեզի շուրջ 30 աշխատակից եւ ավելի քան 200 ծնողներ ստորագրահավաք են կազմակերպել, պահանջելով չվերականգնել Դանելյանին։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի կայուն պայմաններում, տեղումներ սպասվում են առավելապես հյուսիս-արևելյան գոտիներում, ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 8-ից 10 նիշ, վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 2-ից 6 աստիճան, Վայոց-Ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 8-ից 15, Լոռիում 6-ից 9, Տավուշում 10-ից 14 աստիճան, Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովտային գոտիներում վաղը ցերեկը սպասվում է առավելագույնը 15 աստիճան, Սյունիքի նախալեռներում կդիտվի 9-ից 13, Երևանում օրը կանցնի առանց տեղումների, այս գիշեր սպասվում է 1-ից 3, ցերեկը 12-ից 14, երեկոյան 5-ից 7 աստիճան։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։